Հունիսի 27-ի առավոտյան առանց նախապես տեղյակ պահելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հայոց վեհարանի տարածք մտան ազգային անվտանգության ծառայության և ոստիկանական զորքեր ձերբակալելու համար Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Մեկ օր առաջ հայտնի էր դարձել, որ դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել arczepiskopos-ի նկատմամբ, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Մայրաթորում այդ պահին առավոտյան ժամերգությամբ մեկնարկել էր ամենամյա քահանայական հավաքը, որը տարիներ շարունակ համակարգում է Միքայել Սրբազանը։ Հայաստանի տարբեր թեմերից հավաքված քահանահայրերը դիմակավոր անձանց տեսնելով շրջապատեցին և պաշտպանության տակ առան arczepiskopos-ին ու Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին։ Որոշում ընդունվեց, որ Միքայել Սրբազանը կներկայանա քննչական բաժին, ինչպես օրենքն է պահանջում, սակայն հավաքվածները արգելափակեցին Սրբազանին տանելու եկած թե մեքենաների, թե մարդկանց ճանապարհը։ Նրանք համառորեն պահանջում էին անհապաղ բաց թողնել Միքայել arczepiskopos-ին և ազատել Մայրաթորի տարածքը։ Ամբողջ տեղի ունեցածը լուսաբանում էին մի քանի տասնյակ լրատվամիջոցներ ուղիղ միացմամբ։ Մայրաթորի արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը լրագրողներին ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ առավոտյան Միքայել Սրբազանը մտադիր էր անմիջապես մեկնել քննչական կոմիտե։ Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորած պահվածքը ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի։ Միքայել Սրբազանը հակառակ, որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում և չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան ներկայանալու քննչական կոմիտե։ Մայրաթորը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնություն և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով։ Մի քանի ժամ հետո թե ոստիկանները, թե ազգային անվտանգության ծառայության ջոկատները հեռացան Մայրաթորից, սակայն շարունակվեց հայոց հոգևոր կենտրոն մարդկանց հոսքը։ Մարդիկ անհանգստացած գալիս էին Մայրաթոր իրենց զորակցությունը հայտնելու հոգևոր դասին և Միքայել Սրբազանին։ Շնորհակալ եմ ինչպես ձեզ, բոլորիդ քահանաներին, ժողովրդին, իմ հոգևոր եղբայրներին և վեհափառ հայրապետին, իմ մասնավորի իր հայրապետական բարձր պահվածքի համար։ Հիմա իրենք հասկացել են և նահանջել են։ Եվ դրա համար ավելորդ է այլևս թույլ տալ, որպես իրենք երկրորդ ինչ-որ հարցակումը թույլ տան և երկրորդ անգամ պղծեն Մայրաթորի հոգեպարար, հոգևոր մթնոլորտ։ Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խոսապել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել և պիտի շարունակեմ նույն ոգիով։ Եվ հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպես ես նստեմ մեքենան և մեր սիրելի փաստաբանի հետ գնամ քննչական կոմիտե ներկայանալ։ Իրենց առաջարկվել է ժողովի աշխատանքը չխոչընդոտելու և ներկա բազմաթիվ հոգևորականներին, այսպես ասեմ, անհանգիստ վիճակի մեջ դնելու համար ժողովը ավարտել և այնուհետև Միքայել Սրբազանը ինքը կներկայանա քննչական կոմիտե։ ԱԱԾ-ի ներկայացուցիչները բնականաբար չեն համաձայնվել, որից հետո ինչևից է Միքայել Սրբազանը համաձայնվել է ներկայանալ քննչական կոմիտե, նույնիսկ այդ անհամաձայնության դեպքում, սակայն հոգևորականներին, երբ որ պարզաբանումներ է տվել, այդ ժամանակ նաև ԱԱԾ և ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել այստեղ, դուք ներկա եք եղել և այդ մեծ հոսքը և Սրբազանին այդ եղանակով այստեղից Մայրաթորի տարածքից ձերբակալելու այդ գործողությունը առաջացրել է ինչպես հոգևորականների վրդովմունքը, այնպես էլ այդ պահին արդեն ներկայացած քաղաքացիների վրդովմունքը։ Եվ բնականաբար տեղի ունեցավ այն ինչ ունեցավ և շատ լավ է, որ բախումներ չեղան, այսինքն մենք չունեցանք բացական հետևանքներ։
նույնիսկ Սրբազանը մեքենաներ արդեն ասել ուզում էր մեքենա նստես, չկարողացավ։ Երկրորդ անգամ էլ այդ ջանքերը գործադրեց գնալու, չստացվեց։ Ի վերջո ոստիկանության եւ ԱԱԾ ուժերը նահանջեցին եւ հիմա Միքայել Սրբազանը եւ մեր փաստաբանների խումբը մենք հիմա ինքներս մեկնում ենք քննչական կոմիտե ներկայանալու եւ քրեադատավարական գործողություններին մասնակցելու